Տիկին Ղազարյան, սկսենք նրանից, որ Սերգեյ Լավրովն էր պաշտոնական այցով Երևանում, երեք տեսանք նաև Ասուլիսը համատեղ Արարատ Միրզոյանի հետ եւ հնչեցին մի շարք հայտարարություններ, ընդհանուր առմամբ ինչ եք դուք առանձնացրել եւ նաև կուզենամ այդ իմաստով անդրադառնաք քննադատություններին, ցուցարարներին, որոնք դրսում բոյկոտում էին Լավրովի այցը եւ նաև այդ միջոցառումը։ Շնորհակալ եմ նախ հարցի համար, այո, Լավրովը փոխադարձ այցով Հայաստանի Հանրապետությունում էր եւ որպես ինչպես կանխատեսվում էր, մամուլի ասուլիսով հանդես եկան թե Արարատ Միրզոյանը, թե Լավրովը եւ հիմնականում խոսեցին ու ամենակարևոր շեշտադրումը, որ կարող եմ ասել, որ խոսակցությունը տեղի է ունեցել շատ ավելի կառուցողական, եւ նախանշվել է ինչպիսի գործունեություն պետք է ծավալեն, խոսել են նաեւ այն կնճռոտ թեմաների մասին, որոնք որ կան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ ես կարծում եմ, որ այս համագործակցությունը ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական շահին ու շատ նորմալ է, որ բանակցություններ են ընթանում, որ խոսակցություններ են, համատեղ ծրագրեր են մշակվում, ի վերջո մենք գիտենք, որ բավականին տնտեսական մեծ հարաբերություններ մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ ես կարծում եմ, որ նման խոսակցությունները ի հեճուկս մեր հասարակության որոշ մարդկանց, ովքեր որ արտահայտվում են խիստ բացասական նման ֆոնին, այսինքն նման հանդիպումներին, ես կարծում եմ, որ սխալ մոտեցում է սա, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ինքը որդեգրել է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ մեր հանձնառություններից է նաև պետական շահը սպասարկելու, մեր երկրի մասին մտածելու ուղղությամբ շարժվել եւ ի շահ մեր երկրի դիտարկել բոլոր նման տեսակի հանդիպումները եւ այստեղ էլ պետք է մենք միշտ նայենք դրական տեղաշարժարթակ ունենում ենք թե չէ եւ աշխատենք այդ դրական տեղաշարժի ուղղությամբ եւ ոչ թե գեներացնենք ինչ-որ մի բացասական իրողություն, ի վերջո մենք որոշել ենք խաղաղություն ունենալ մեր տարածաշրջանում եւ այս առումով մենք պետք է բոլորի հետ փորձենք լեզու գտնել, այսպես ասած, բոլորի հետ խորացնենք հարաբերությունները, զարգացնենք Իրանի հետ, օրինակ, խաղաղություն պայմանագիր ունենանք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, ինչու՞ չէ նաև Ռուսաստանն էլ այս համատեքստում շատ կարևոր դերակատարում ունի եւ պետք է Ռուսաստանի հետ էլ փորձել բալանսավորված քաղաքականություն վարել եւ աշխատել, ինչը շատ նորմալ եմ դիտարկում։ Տիկին Ղազարյան, հետաքրքիր է, որ հարաբերությունների կարգավորման իմաստով նշեցիք միայն տարածաշրջանային երկրներին, այնինչ մենք գիտենք, որ տևական ժամանակ է Հայաստանը այդ իմաստով աշխարհագրությունից դուրս է եկել, փորձում է արևմուտքի երկրների հետ հարաբերություններ կարգավորել, նկատի ունեմ Եվրամիության տարբեր երկրները, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց Արարատ Միրզոյանը երեք նաև հայտարարեց, որ Եվրամիությանը անդամակցելու հայտ չենք ներկայացրել եւ այդ իմաստով մտահոգվելու տեղիք էլ չկա, կարծես թե ինչու է դա մտահոգում առհասարակ Ռուսաստանին եւ արդյոք Եվրամիությանը հայտ չներկայացնելը կամ նման հայտարարությունները տեղավորվում են բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության մեջ այն դեպքում, երբ օրինակ նույն Լավրովի այցի ժամանակ պարզ դարձավ, որ Սյունիքում պատրաստվում է Ռուսաստանը բացել հյուպատոսություն, այսինքն որտեղ է այդ բալանսը ուզում եմ հասկանալ, արևմուտքի Եվրամիությանը հայտ չենք ներկայացնում, բայց Ռուսաստանը այստեղ բացում է հյուպատոսություն, այստեղ բալանս կա։ Տեսեք, մենք շատ հասարակության մեջ առհասարակ կարծրացած տպավորություն ունենք, որ եթե մենք որոշել ենք կամ համագործակցում ենք ԵԱՏՄ-ի հետ, մենք չենք կարող Եվրամիության մեջ որևէ հարաբերություն ունենանք եւ հակառակը, եթե գնում ենք դեպի Եվրամիություն եւ ուզում ենք ինչ որ մի կետում ապագայում Եվրամիության անդամության տեխնացություն ներկայացնել, ինչ որ մի կետում, քանի որ այս պահին նման գործունեություն չկա, այդ իսկ պատճառով Արարատ Միրզոյանն էլ երեք հստակ այդ մասին խոսեց, մենք հակադրում ենք մյուսին։ Այս պահի դրությամբ մենք մեկը մյուսի հակադրությամբ չենք իրականացնում այդ գործունեությունը, այլ հենց այդ բուն բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում է դա իրականացվում, այսինքն մենք այո, բացի նաեւ տարածաշրջանի երկրներից համագործակցություն ունենք բազմաթիվ շատ երկրների հետ, հաճախակի լսել ենք նաեւ Ֆրանսիայի հետ համագործակցությունը, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, տարբեր ոլորտներով, բայց միևնույնն է մենք մեզ չենք սահմանափակում տարբեր երկրների հետ, այդ թվում նաեւ ոչ միայն տարածաշրջանային երկրների հետ, այլ նաեւ այլ երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին մասնակցելու եւ դա շատ նորմալ է եւ դա մեր ինքնիշխանության լիարժեք ապահովումն է եւ մենք անկախ ինքնիշխան երկիր ենք եւ կարող ենք հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի հետ, որտեղից որ մեր պետական շահը կշահի, այսպես ասած։ Այն նշեցիք, որ հանդիպման ընթացքում հայկական կողմը նաեւ հնարավորություն է ունեցել բարձրաձայնել կնճռոտ հարցերը։ Ուզում եմ առանձնացնեք մի քանի դրվագ կամ մի քանի հարց, օրինակ հապկի մասով հարցը բարձրացվել է Լավրովի մոտ եւ նաեւ Լավրովը իր հայտարարություններում նշեց, որ հապկում սպասում են Հայաստանի վերադարձ
դարձին եւ Հայաստանը արդյոք այդ սցենարը քննարկում է հայկական կողմը, որ հապկում իր մասնակցությունը սառեցնելուց հետո հանկարծ կարող է նորից վերադառնալ հապկ։ Տեսեք, մենք ճիշտ նշեցիք, նույնիսկ հարց ու պատասխանի ժամանակ հաճախ հենց հապկի մասներ առանձնացվում ու դուք գիտեք, որ մենք ինչ դիրքորոշում ունենք հապկի հետ կապված, երբ որ մեր ամենակարևոր պահին հապկը իր արձագանքը համարժեք չենք համարել ու չենք էլ համարում մինչև այսօր, չնայած Լավրովի այդ բացատրությանը այդ հարցի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ Հայաստանը միշտ էլ բարձրացրել է կնճռոտ հարցերը ու այս քննարկումներն էլ շատ կարևոր են, հենց այդ կնճռոտ հարցերը ինչ որտեղ հարթեցնելու ուղղությամբ գնալու, գուցե եւ կարողանան ինչ-որ եզրեր գտնել, բայց մենք երբեք չենք խորշել այդ առումով խոսելու եւ բարձրաձայնելու եւ երեք էլ ականատես եղաք, որ էլի չխորշեցինք, էլի Արարատ Միրզոյանն ամենակարևոր միջև զանգվածային լրատվականներում տեղ գտած հրապարակումների եւ այլնի մասին խոսեց եւ դրանից չխորշեց խոսելու եւ ես վստահ եմ, որ նույնիսկ փակ քննարկումների ընթացքում հաճախակի այդ հարցերը քննարկվում են եւ թե ինչպիսի դիրքորոշում ունեն, արդեն դա շատ դետալային է եւ գուցե արտաքին հարաբերությունների հանձնաժողովից կարողանան ավելի դետալային պատասխանել այս հարցին կամ հենց արտգործնախարարությունից, բայց այնուամենայնիվ մենք հրապարակային էլ ենք տեսնում, որ մեզ ուզող ցանկացած հարց ճիշտ ժամանակին ու ամեն անգամ պարբերաբար բարձրացվում է ու դիրքորոշումներ մեր հայրենակիցներին էլ է բարձր։ Տիկին Ղազարյան, նաև տևական ժամանակ է տեսնում ենք, որ ցեղասպանության հարցը եւ թեման խիստ քաղաքականացված է։ Երեք էլ ընդդիմադիր որոշ շրջանակներ եւ անհատներ հայտարարեցին, որ Սերգեյ Լավրովը չի այցելել Ծիծեռնակաբերդ եւ դա հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել, այսինքն օրվա իշխանությունը չի ցանկացել, որպեսզի Լավրովը այցելի Ծիծեռնակաբերդ։ Ընդհանուր առմամբ ինչպես կմեկնաբանեք այս խոսակցությունները եւ ինչու կրկին այսպես փորձում են ձեզ մեղադրել ցեղասպանությունը ուրանալու, անգամ Լավրովին հուշահամալիր չթողնելու մեջ։ Տեսեք, ես չեմ հասկանում այս խոսակցությունները որտեղից են գալիս, բայց միանշանակ գեներացնում են մեր դեմ ատելություն, կոնկրետ իշխանության դեմ ատելություն, որը որ ոչ մի հիմք չունի, այսինքն ոչ մի տեղից ոչ մի չգեներացված եւ եթե տեսեք նույնիսկ նախագիծ էին նախաձեռնել ընդդիմադիրները, որ դիցուք ցեղասպանությունը ուրանալը, նսեմացնելը կամ կասկածի տակ դնելը, այսպես ասած, քրեական պատիժ է իրենից ենթադրում, բայց ես ուսումնասիրել եմ նույնիսկ այդ նախագիծը եւ նախագծի այդ նույն հոդվածում բոլոր այդ կետերը ներառված են եւ սա կարծում եմ հիմնականում արվում է քաղաքական դիվիդենդ հավաքելու համար եւ գեներացվում է հենց ընդդիմադիրների կողմից, որ փորձում են ամեն կերպով ցույց տալ, որ մենք ինչ որ մի կետում ինչ որ մի բան ուրանում ենք, մոռանում ենք, նսեմացնում ենք կամ ինչ-որ բան, ինչը բացարձակապես այդպես չէ եւ քրեական օրենսգրքում էլ հաստատված է, որ նման գործունեությունը քրեորեն պատժելի արարք է եւ ոչ մի հիմք չկա դա այդպես անվանելու համար, բայց ես խորհուրդ կտամ նույն մեր ընդդիմադիր գործընկերներին, այդ նախաձեռնողներին, ովքեր նախաձեռնել էին այդ նախագիծը շրջանառության մեջ դնել, օրինակ ինչ վերաբերմունք ունեն այն բանին, որ իրենց այնց քաղաքական հայրը, այսպես ասած, կասկածի տակ դրեց, ավելի շուտ սուտ մեկնություն տվեց մեզ Հայաստանի Հանրապետության հայերին, այսպես ասած, պատերազմ սարդրելու գործընթացում այս դեպքում նրանք անելիք չունեն նախաձեռնելու որևէ նախագիծ, որ երբ որ Հայաստանից հնչեցվում են Հայաստանի դեմ սուտ մատնություններ։ Դա Քոչարյանի միակ մեղադրանքը չէր, իդեպ Քոչարյանը նաև վերջին իր ասուլիսում մեղադրեց Արցախը հանձնելու մեջ, ասաց, որ Ռուսաստանը մի քանի անգամ միջնորդել է, փորձել է պատերազմը կանգնեցնել, Նիկոլ Փաշինյանը դրան չի համաձայնել, որպեսզի իր անունը մաքրի, այսպես ասած, հիմա մեղքը գցում եք Ռուսաստանի գրպանը։ Ինչու եք անընդհատ մեղքը գցում Ռուսաստանի գրպանը եւ նաև հարցից պատասխանը չստացա Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելը, որովե կերպ կապ ուներ օրվա իշխանության օրակարգերի հետ կամ որն էր դրդապատճառը, որ Լավրովը կարող էր Ծիծեռնակաբերդ չայցելել։ Ես չեմ կարծում իրականում ինֆորմացիա չունեմ, առաջին անգամ եմ լսում, որ դա խնդիր է առաջացել կամ ինչ-որ խոսակցությունների թեմա է առաջացել, ես կարծում եմ ուղղակի արարողակարգը գուցե նենց է կազմել ծրագիրը, ոնց որ այցելող կողմն է ցանկացել, ես իրապես չունեմ այդ հիմնավոր պատճառը, չեմ կարող այդ հարցին պատասխանել, կարծում եմ արարողակարգից պետք է հարցնել, ինչ օրակարգով են կազմել ծրագիրը այցելությունների, բայց անդրադառնալով Քոչարյանի հայտարարություններին, նախ պետք է ասեմ, որ
վերջին, չգիտեմ, ասուլիս ասեմ, ինչ ասեմ, իրականում ոչ մեկ չգիտի ոնց կոչի այդ հանդիպումը, որովհետև ընտրված ես էլի հենց հաջորդ օրը առավոտյան խոսել եմ այդ մասին, ընտրված լրագրողներ էին, ամեն անգամ ինքը ընտրում են լրագրողներ մամուլի ասուլիսի հրավիրելու համար, ես չգիտեմ դուք երբևէ եղել եք իր մամուլի ասուլիսներում, թե ոչ, հնարավոր էլ չի, այո, կարծում եմ չեք էլ կարող լինել, որովհետև պետք է այնպիսի մարդիկ լինեն, որ իրեն հարմար հարցեր տան, նույնիսկ այդ դեպքում, երբ որ շատ լրատվականներ են, ինքը անում է այդպիսի հայտարարություններ, որոնք իրապես կարող են միջազգային սկանդալ գեներացնել, այս անգամ արդեն 4 լրատվականներին վստահաբար ընտրված հարցերով, բայց միևնույն ժամանակ, ինչպես տեսակ, էլի Հայաստանի դեմ նման սադրող հայտարարություններով ու իշխանության դեմ սադրող հայտարարություններով հանդես եկավ եւ ցույց տալով, որ ինքը էլի հավատարիմ է Ռուսաստանի Դաշնությանը, նույնիսկ պատից կախված նկարից էր դա ակնհայտ եւ այդ ամբողջ խոսույթը ուզում էր կենտրոնացնել իր անձի նկատմամբ, կարծես այսպես Ռուսաստանից աջակցություն ստանալու մրցույթ լինի այս վերջում ընդդիմադիր դաշտում, թե ով ավելի շատ կարժանանա Ռուսաստանի գովասանքին, գուցե մտածում են, որ ինչ որ կերպ կարող է Ռուսաստանը աջակցել իրանց ընտրություններում որևէ արդյունքի հասնելու համար, դա էլ արդեն իրենք կմեկնաբանեն, բայց դա ակնհայտ է, չեմ ուզում շատ ինչ որ մեկնաբանեմ Քոչարյանի խոսույթը, որովհետև այն ինչ որ պետքա խոսեմ, այն ինչ որ պետքա ասեմ, մեր ժողովուրդը ինձանից լավ գիտի, չեմ էլ ուզում ասեմ, թե Քոչարյանը ինչերի տեր է, ես ինքս հրապարակում ունեմ այդ մասին, թե ոնց կարելի է կարճ ժամանակում ժողովրդին այդքան աղքատության տանել եւ միևնույն ժամանակ այդքան մուլտիմիլիոներ դառնալ ու դա կապել խելքի, գիտելիքի ու կրթվածության աստիճանի հետ, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույն ժամանակում պակաս երիտասարդներ չենք եղել եւ պակաս կրթվածության մակարդակ չենք ունեցել, բայց չենք կարողացել, ասենք 15 բաներում, ինչ որ խոշոր ձեռնարկություններում բաժնետոմսեր ունենալ կամ $100 միլիոն քեշ գումար ունենալ, այսպես ասած, չեմ կարծում, որ որևէ մեկը մեր կրթվածության մակարդակի վրա կարող է կասկածել ամեն դեպքում, ես իմ անունից խոսեմ, որը որ համարյա նույն տարիքին եմ, ինչ իր տղաները, բայց այնուամենայնիվ ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչի մասին արդեն կարծես այն որ խոսելն էլ ավելորդ եմ համարում, որտեղ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի դրա պատասխանը ունի, կբարձրաձայնի թե չի բարձրաձայնի դա կերևա, բայց վստահաբար ընտրությունների ժամանակ իր գնահատականը կտա, հատկապես երբ միակ բանը, որ կարողացանք այդտեղից հասկանալ, որ պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին մասնակցի։ Այո, պատրաստվում է Տիկին Ղազարյան, ինքն էլ չի թաքցնում, բայց նաև նշեց ոչ ուղղակի ձևով թեև Սերժ Սարգսյանին կրկին մեղադրեց իշխանությունը շատ հեշտությամբ Նիկոլ Փաշինյանին հանձնելու մեջ, բայց նաև ասաց, որ Գյումրու սցենարը չի բացառում, այսինքն գաղափարական կոալիցիայի կարող են գնալ։ Չմանրամասնեց թե ում կամ որ ուժերի հետ, բայց արդեն հասկանալի է Գյումրու սցենարը հաշվի առնելով։ Իշխանությունը այդ իմաստով մտավախություն չունի, որ Գյումրու սցենարով կարող են իշխանության գալ, ինչպես հաճախ նշում ենք նախկինները։ Ամենազավեշտալին գիտեք որն է, որ հարցազրույց, այսպես ասած, ճակերտավոր եղել է 3 օր առաջ այդքան ֆիլտրել են, բայց էլի կիքսեր է եղել, փաստորեն Գյումրու սցենար ասելով իրենք միանգամայն նշել են, որ իրենք քաղաքական երկվորյակներ են, սնվում են մի տեղից, աջակցություն ուզում են ստանալ մի տեղից եւ այդ աջակցությամբ ուզում են ընտրություններին մասնակցել, եթե այդ աջակցություն ցուցաբերողը որոշի, որ իրենք իրար հետ պետքա կոալիցիայով հանդես գան, իրենք պետքա կոալիցիայով հանդես գան, դրա համար չեմ բացառում նաև այդ սցենարը։ Բնականաբար Գյումրու սցենարը շատ ուսուցողական սցենար էր, ես միշտ նշել եմ, որ մեր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ դիտարկի, թե այդ քաղաքական գործիչը, որ հանդես է գալու կամ կուսակցությունը արդյոք ում է պատկանում եւ վերջի իրանց ձայնը ում են տալու, ում է գնալու այդ ձայները, որովհետեւ շատ տհաճ իրադարձություն եղավ եւ քաղաքացին ընտրել էր մեկ այլ տեխնատուի, բայց պարզվեց իր ձայնը գնաց մեկ այլ լրիվ ուրիշ տեխնատուի, որին ինքը երբեք չէր պատկերացնի, որ կդառնա համայնքի իրենց քաղաքի քաղաքապետ, իրենց համայնքի ղեկավար։ Այս դեպքում էլ պետքա շատ զգոն լինեն մեր քաղաքացիները ու հասկանան, իհարկե մեր գործն էլ է նաև ցույց տալ, թե ով որտեղից է եկել, ում ներկայացված անձն է, որտեղից է գալիս, մենք միշտ չենք խորշել մեր դեմքով հանդես գալու, մեր ինչ որ կառավարման սխալներն էլ ենք մենք ամենաշատը քննադատում, մեր ամեն ինչն էլ մեզանից շատ ոչ մեկ մեզ ինքնակնադատաբար չէ եւ մեր հայրենակից
հայրենակիցները հստակ գիտեն մենք ինչ ենք ունենք, ինչքան կարող ենք աշխատել եւ ինչ կարող ենք անել եւ ես կարող եմ ասել մենք ունենք մեր երկիրը խաղաղ կեցության, մեր երկրի կառուցման, մեր իրական Հայաստանի իրական նախագիծ է եւ մենք այդ նախագծով էլ մասնակցելու ենք ընտրությունների եւ մեր հայրենակիցները այս պահին էլ արդեն գիտեն մենք ինչ ունենք, ինչպես ենք տրամադրված եւ ուր ենք գնում, հետեւաբար մեզ մնում է արդեն հասկանալ թե ընդդիմությունը ինչպես կներկայանա հետագայում 26 թվականին, քանի մարդկանցով կներկայանան, ինչքան մարդ կներկայացնեն, ում հետևով է կանգնած եւ մեր հայրենակիցներն պետք է հասկանան այս մարդուն ընտրելուց արդյոք Քոչարյանին կամ Սերժին են ցայն տալիս, թե իրապես ինչ որ քաղաքական ուժ է, որ կարող է ծրագիր ներկայացնել ու կարող է Հայաստանի համար իրապես բարեկարգ ու ապահով ապագա խոստանալ։ Տիկին Ղազարյան, խոսեցիք իրական Հայաստանից եւ խաղաղության պայմանագրից Ադրբեջանի հետ խաղաղության գնալուց։ Իրական Հայաստանի մասով էլի ընդդիմության մեղադրանքներն են սրանք, ոչ իմ։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իրական Հայաստանի կոնցեպտը շատ նման է արևմտյան Ադրբեջանի կոնցեպտին, այսինքն այն ինչի մասին խոսում են Ադրբեջանում, եւ հետո խաղաղության պայմանագրի մասով ընդդիմությունը շատ դեմ է այդ խաղաղությանը, որովհետեւ ասում է, որ դա բխում է միայն Ադրբեջանի շահերից։ Պետք է գնալ խաղաղության իհարկե, բայց արժանապատիվ խաղաղության։ Ես չեմ հասկանում արժանապատիվ խաղաղություն ասվածը իրենք ինչ են հասկանում, ես կարծում եմ ավելի քան արժանապատիվ, քան պահպանել քո ինքնիշխանությունն ու անկախությունը գոյություն չունի եւ մեր համար դուք գիտեք, որ կարմիր գծեր են մեր ինքնիշխանությունը, անկախության պահպանումը եւ մենք գիտենք նաեւ իրանք ինչպես են տրամադրված անկախության կորստով խաղաղություն բերելը, այդ դա կլինի անարժանապատիվ խաղաղությունը, որին մենք ընդհանրապես դեմ ենք եւ չենք էլ պատկերացնում նման սցենար եւ իրական Հայաստանի մեր նախագիծը հենց նրա մասին է, որ մենք ունենանք ինքնիշխան անկախ Հայաստանի Հանրապետություն եւ հոգ տանենք մեր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մետր հողի, քառակուսի մետր հողի ունենանք հստակ սահմաններ եւ ապրենք երջանիկ հենց մեր հողում անկախ Հայաստանի Հանրապետությունում էլի եմ շեշտում, որովհետեւ ես գիտեմ թե ինչ մտադրություններ ունեն բոլորս է հայտնի նման ուժերը, ինչեր են շրջանառերին շրջաբերականներով եւ այլն, ինչպես են պատկերացնում ու անընդհատ միութենական կազմի մասին խոսալն ու այդ խաղաղությունը կարծում եմ ամենաանարժանապատիվ խաղաղությունը, որ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պետք է նշեմ, որ ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի Ադրբեջանի խոսնակ լինելը չի դադարում, ինչը որ էլի բոլորս շատ լավ հասկանում ենք, ես չեմ հասկանում ինչի ամեն հարցազրույցներում կամ Ռուսաստանի խոսնակի դերը ստանձնում կամ Ադրբեջանի խոսնակի դերը ստանձնում եւ եթե մի օր ձեր զբաղվիճակվի հանդիպել, խնդրում եմ այս հարցը իրեն բարձրացրեք, որովհետեւ մենք երբ խոսում ենք բացառապես Հայաստանի Հանրապետությունից եւ Հայաստանի Հանրապետության պետական շահից, բայց տեսնում ենք, որ շատ լավ իրենք հետևում են Ադրբեջանին ու չգիտեմ ինչի հետ են նմանեցնում իրականում առհասարակ աղես չունի մեկը մյուսի հետ։ Եվ վերջում չեմ կարող չանդրադառնալ Սերժ Սարգսյանի ճեպազրույցին, այս Սերժ Սարգսյանը թեև Ռոբերտ Քոչարյանը իրեն մեղադրանքներ էր ուղղել, ոչ մի կերպ չարձագանքեց դրան, բայց ասաց, որ ինքը չի հավակնում 2026 թվականին իշխանության գալ, իրեն իշխանության պետք չէ, իրեն պետք է որ ցանկացած գնով գնա Նիկոլ Փաշինյանը։ Եվ հանուն այդ գաղափարի ինքը կրկին պատրաստ է սատարել Ռոբերտ Քոչարյանին։ Այս դեպքում Տիկին Ղազարյան որտեղ է տրամաբանությունը, որ այս երկու անհատներն ու ուժերը տևական ժամանակ է թիրախավորում են միմյանց եւ մյուս կողմից չեն դադարում իրար սատարել, ասում են, որ այ կպաշտպանեն տեխնացությունը, օրինակ Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը կպաշտպանի Սերժ Սարգսյանը։ Դե տեսեք, բոլորին գաղտնիք չեմ ասում, որ նրանք նույն քաղաքական թևի շարունակություններն են եղել, մեկը մի 10 տարի, մյուս 10 տարին, ասենք, կառավարել են եւ գրեթե նույն կերպի կառավարում են ունեցել, այսինքն այն բոլոր մեղսագործությունները, որ մենք մեղսադրում ենք Քոչարյանին, հավասարաչափ վերաբերվում են Սերժ Սարգսյանին եւ հակառակ, այսինքն նրանք նույն էլի եմ ասում քաղաքական երկվորյակներն են եւ բնականաբար նրանց երկուսի միակ բանը նույն իրենց իշխանություն հետ բերելն է եւ իրենց այս Սարգսյանն ասում է տեսեք ինքը իրանով չի գա իշխանության բնականաբար ինքը չի ուզում տեխնացություն տնի, բայց դա չի նշանակվում, որ իր կուսակցությունից որևէ մեկը չի առաջադրվելու տեխնացություն, ինչը նույն բանն է, ոչ մի տարբերություն չկա։ Եվ ելի եմ ասում, քան որ նրանք նույն տեղից են սնվում, նույն կերպ են մտածում եւ այլն եւ նրանց պետք է որ իրենց գողոնը եւ ամեն ինչը այդ միլիոնները չտան, որովհետեւ հավասարաչափ թալան երկուսն էլ արել են, ոչ մեկ թող չմեղսագործի, այս պահին դատախազությունում կա, հետագայում կտեսնենք
տեսնենք արդեն ինչեր կպարզվեն, ես ասում եմ մեր քաղաքացիները մեզ անընդհատ մեղադրում են, բոլորս ենք խոսում այդ մասին, որ 7 տարի, բայց պետք է հստակ հասկանանք, որ ինստիտուտների կառուցումն էլ հեշտ գործ չէր, օրենսդրական կարգավորումներն էլ հեշտ գործ չէր, մենք այդ ամեն ինչը արել ենք, հասցրել ենք, հիմա արագ-արագ կարծես գործեր իրար հետևից ի հայտ են գալիս, ինչը այտենց անհանգստություն ու վրդովմունք է առաջացնում մեր ընդդիմադիրների կողմից, բայց ելի եմ նշում, դա միայն ընդդիմադիրներին չի վերաբերվում, դա ընդհանուր մեր տրամադրվածությունը առհասարակ կոռուպցիայի վերաբերյալ ու առհասարակ մենք կոռուպցիան էլ որպես տերմին պետք է հասկանանք հետագայում բոլորս նաև այս պահին կոռուպցիոն դրսևորումների տարբեր տեսակները, մենք դրա ժողովրդին դա հասցնելու, այդ տեսակները բացատրելու խնդիրել այս պահին ունենք, որպեսզի հասկանան, որ ոչ միայն գումար թալանելով է կոռուպցիան, այլ նաև պաշտոնական դիրքի չարաշահումով եւ այլն, տեսեք Սերժ Սարգսյանը իր մասով, երբ որ խոսում էր, չեմ հիշում, ասում էր ռադիոտան դեպքերի ժամանակ, որ ես կարող էի ուժ գործադրեի ժողովրդի վրա եւ այլն, իսկ դուք հիշում եք ինչ քանակի մարդիկ էին հավաքվել, մենք տեսել ենք մարտի Քոչարյանի ժամանակ, նաև Սերժ Սարգսյանը անկեղծ ասած, որ ինքն էլ էր կարող էր ուժ գործադրել այն դեպքում, երբ որ վարչապետ էր, ոչ էլ որևէ պաշտոն ուներ այդ ժամանակ, այսինքն ինչ է ստացվում, նրանք նույն քաղաքականությունը վարող անձիկ են, նույն կերպ են տրամադրել եւ նրանց միակ խնդիրը այս ամբողջ ժողովրդավարական արժեքները, որ մենք ստեղծել ենք Հայաստանի Հանրապետությունում, միանգամից տապալելն է, դրա համար իրենց կոնկրետ մեր իշխանությունը եւ մենք խանգարում ենք այդ ամեն ինչը իրականացնելու, անկախությունը դատարանների վերացնեն, ժողովրդավարությունը խլեն, ընտրությունների գործընթացը խաթարեն ու նման գործընթացներ գեներացնելու համար։ Տիկին Ղազարյան, կոռուպցիայից խոսեցիք, չեմ կարող չհիշատակել Քոչարյանին, ինքը ձեզ մեղադրեց կոռուպցիայի մեջ, ասաց ԿՊԱ-ականները կոռուպցիոն հանճարներ են եւ դա պետք է դաջել ձեր ճակատին եւ նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ամենահարուստ մարդն է, դաժա աբիդնա, իր բառերն է մեջ բերում։ Ամեն դեպքում ապօրինի գույքի վերադարձի օրենքից եք բարբերաբար խոսում, այս օրենքը նաև ձեր դեմ հետագայում գործելու է եւ արդյոք համաձայն եք Քոչարյանի այս դիտարկումների հետ, որ այսօր քաղաքացիական պայմանագիրն է զբաղված կոռուպցիայով։ Միանշանակ մենք անողոք ենք կոռուպցիայի դեմ պայքարում, դա հետընթաց չունի ու տրամադրվածությունը երբեք չի փոխվել ու չգիտեմ, անամոթություն երևի ասեմ, ես ամեն անգամ ապշում եմ Քոչարյանի արած հայտարարություններին կամ այդ մարդը իրականում խնդիրներ ունի, հիշող, չգիտեմ ոնց մտավոր կամ ասենք 100 միլիոն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին, երբ որ այդ նման բան ուղղակի ակնհայտ է, երբ մարդ ունենում է կամ չի ունենում, ասենք անպատկառություն է նման բան հայտարարել է։ Ես էլ եմ ասում 3 օր ֆիլտրել եմ, բայց լիքը կիքսեր վсё թողել են, այսպես ասած, լավ չեն աշխատում իր աշխատողները, քանի որ 3 օր ֆիլտրելուց հետո որ ոչ մի խնդիր չառաջացնեն, ամեն դեպքում էլի թե հայերենի չիմացությունն է, թե ինչ է, ամեն դեպքում էլի խնդիրներով հաղորդում են հեռարձակել, որտեղ ավելի շատ խնդիրներ են ստեղծում իրան, որովհետև այդ խոսույթը լսող յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ասենք առնվազն լուրջ չի վերաբերվի Քոչարյանի հաջորդ բառերին։